Քննարկում ենք հարց համար 53-ը բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, բուսաբուծության աջակցության 26 թվականի ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես գարնանացան ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկանդեղեն, ոլոր, լոբի, ոսպ, սիսեռ եւ կերային մշակաբույսերի առվույթ կորնգան մշակության 1 հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների վարձանք, բերքահավաք եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50%-ը։ Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտարի մակերեսով 70,000 դրամ, այսինքն համարվում է, որ 140,000 դրամ ծախս պետք է արվի, 70-ը վճարում ենք։ Եգիպտացորենի դեպքում ամեն հեկտարի համար 85,000, հատիկանդեղենի դեպքում ամեն հեկտարը 100,000 եւ բազմամյա խոտաբույսերի, այսինքն առվույթ եւ կորնգանի դեպքում ամեն հեկտարը 110,000 դրամ։ Նախագծի իրականացման արդյունքում ակնկալում ենք մինչև 27,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքերի իրականացում, որը կնպաստի ֆերմերային եկամուտների ավելացմանը։ Որպես վիճակագրություն պարզապես նշեմ, որ բուսաբուծության աջակցության 25 թվականի ծրագրի շրջանակում 5200 շահառուներ են ունեցել, այս տարի ակնկալում ենք մինչև 5700-6000 շահառու եւ իրենց կողմից իրականացվել է 24000 հեկտար մակերեսով գարնանացանի ցանք հավաստագրված սերմերով, այն պարագայում, երբ որ 24 թվականին դա 19200 է եղել, այսինքն մենք այստեղ ունեցել ենք 25% աճ, 25-ին 24-ի նկատմամբ եւ ակնկալում ենք նվազագույնը 10 եւ 10%, կարծում ենք շատ ավելի բարձր տոկոս աճ կունենանք այս ծրագրի արդյունքում արդեն 25-ի նկատմամբ, պարոն վարչապետ։ Շատ լավ, պարոն Պապոյան, ասենք թե ես մի հեկտար կամ 5 հեկտար հող ունեմ, ինչ եմ անելու ես եւ ինչով եմ կյանքը թեթևացնելու, ցորեն եմ ուզում ցանեմ կամ չգիտեմ, այդ բույսերից մեկն եմ ուզում ցանեմ, այս պայից սկսած ինչա տեղի ունենում իմ կյանքում։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այս պայից սկսած, քանի որ ես նախապես հայտարարել եմ եւ քաղաքացիները գիտեին, արդեն իսկ պատրաստված են, հիմա գնան։ Լավ, հիմա ենթադրենք այս պայից, լավ, կամ ձեր հայտարարությունից սկսած, ինչա տեղի ունենում մարդկանց։ Գնում են համայնք եւ համայնքին ասում են, որ իրենք պատրաստվում են օրինակ 5 հեկտար տարածքի վրա ցանեն ցորեն, օրինակ հավաստագրված սերմով եւ կնքում են համայնքի հետ պայմանագիր, այնուհետեւ գնում են ձեռք են բերում հավաստագրված ցորենը, դա փաստաթղթավորված process է, լաբորատոր փորձաքննություններով անցած եւ իրականացնում են իրենց ցանքը իրենց միջոցներով։ Հնձելուց այդտեղ մենք ո՞նց ենք համոզվում, որ ցանածը այդ ցանած անձը առել է հավաստագրված սերմ։ Եթե ասեք, որ վճարում պետք է անկանխիկ անի, ես կհասկանամ։ Եթե տենց չի, ո՞նց ենք։ Կան կոնկրետ կազմակերպություններ, որոնք որ վաճառում են այդ ուրեմն ցորենը եւ այսինքն իրենք ունեն իրենց մոտ այդ ցորենը եւ դա փաստաթղթավորված է այդ վաճառքը տեղի ունենում, այսինքն հավաստագրված սերմերը կամ ներմուծում են։ Ինքը իրանք ասում են, նախ մենք տեսնում ենք, որ իրանք ներմուծել են բավարար քանակով սերմ եւ իրանք թափանցիկ վաճառքը ցույց են տալիս, բայց նաեւ իրանք մոտ ֆիքսվում է թե իրանք ում վաճառեցին եւ այդ սերմը որտեղ պետքա ցանվի։ Այո, եւ լաբորատոր փորձաքննություններ։ Այդ բարձա լաբորատորը հասկացա։ Այսինքն հետագծելիությունը ապահովում է։ Շատ լավ։ Այո։ Շատ լավ, սերմը ձեռք բերեցինք, մեր իմ միջոցների հաշվին ես սերմ ձեռք բերեցի, պայմանագիրը ունեմ, գնում եմ ցանում եմ։ Ցանում են, ցանելուց հետո հունձից 2 ամիս առաջ համայնքային հանձնաժողովները գնում են եւ իրականացնում են համատարած մոնիտորինգ, այսինքն ինքը ասել է, որ այստեղ 5 հեկտար, գնում տեսնում են 5 հեկտարի վրա ցորեն ծլել է, թե չի ծլել, որից հետո դրան հաջորդում է ընտրանքային մոնիտորինգը, որտեղ 20%-ը, այսինքն համայնքը ունի օրինակ 1000 հեկտար, ինքը գնացել է 1000-ը արել է։ Այդ 1200 հեկտարը ընտրանքային մարզպետարան նախարարություն հանձնաժողովը գնում է պատահական ստուգումներ է նորից իրականացնում եւ եթե այստեղ է 1000 ներողություն,
այստեղ է, որ մեզ պետք կլներ A արբանյակ, երկրորդ A, B արհեստական ինտելեկտ եւ G գեոպորտալի վրա նկարագրված հողերը եւ նրանց նշանակությունները, որովհետեւ ոչ մի հանձնաժողովի կարիք այդ տեխնոլոգիաների դեպքում չէր լինի, որովհետեւ այդ իմ ասած բանը ունենալով մենք կարող ենք հասկի մակարդակով իմանալ այդ հասկի մեջ քանի հատ հատիկ կա։ Նու կարող եմ մի քիչ չափազանցնում եմ, բայց սկզբունքորեն համեն դեպս ծորենա թե ինչա, նույնիսկ բանով օրթոֆոտոյով էլա, չէ, հնարավոր լինում պարզել դա ինչ բանա մշակաբույս է այդ տարածքում եւ ինչ վիճակում է։ Շնորհակալություն, կան այնպիսի ծրագրեր, որոնք օդային լուսանկարի բենդերի վրա, այսինքն այդ լույսի սպեկտրների հիման վրա կարողանում են բուսածածկի վերլուծություն իրականացնել, պարոն վարչապետ։ Դրանք մենք հիմնականում այսօր օգտագործում ենք 4 բենդի նկարներ, ինֆրարեդ եւ red, green, blue սպեկտրներ, բայց ամեն դեպքում այդ հնարավորությունները այսօր ստեղծված են եւ եթե մենք դրան նաեւ այսօր էլ կարող ենք անել, եթե նկարները լինեն, այսօր էլ կարող ենք նկարներ, հա դե նկարի համար սարքա։ Իսկ մնացած տեսանկյունից էլ եթե նայենք, համապատասխանաբար եթե ինտեգրվի այս ամենի նաեւ ջրօգտագործման պայմանագիրը, ոռոգման ջրի պայմանագիրը եւ դա էլ այստեղ խնդրեմն է նա, որ հիմնականում այդ հացահատիկը եւ այլն նախընտրում են հասկանալիորեն ցանել չոռոգվող։ Դեմային հողերն էլ մեզ մոտ ինձ թվում է հստակ կարելի է գոտևորել, թե որ տարածքներն են, որոնք ոռոգման հնարավորությունով չեն այդ բուսատեսակների աճը ապահովում, այսինքն հնարավոր է ձեր նկարագրած տրամաբանության մեջ մոնիտորինգը։ Լավ, բայց դա վաղվա մասին է, այսօրվա մասին, պարոն Պապոյան, շարունակեք նկարագրությունը։ Եվ այսինքն հիմա միջև այդ պահը ձեր նշած մենք գումար չենք տալիս մարդկանց։ Այնուհետև այդ 2 ամիս առաջ մոնիտորինգը եղավ եւ մոնիտորինգով հաստատում կամ չի հաստատվում, որովհետեւ կան դեպքեր, երբ որ մարդը պայմանագիր կնքում է, բայց ցանկ չի անում։ Ուրեմն մոնիտորինգը համատարած արվում է, համատարածի վրա գրած 20% ստուգում, որից հետո անցավ 2 ամիս քաղեց ինքը ծորենը, արդեն դրանից հետո համայնքները փաստաթղթերի փաթեթը հավաքում են, ուղարկում են նախարարություն, մենք ստուգումներ ենք իրականացնում, ստուգումների հիման վրա համայնքներին վճարում ենք իրենց ամբողջ փողը, համայնքներն էլ արդեն փոխանցում են գումարը քաղաքացիներին եւ լրացուցիչ 3% ենք վճարում համայնքներին իրենց աշխատանքի համար, մասնավորապես այդ մոնիտորինգի իրականացման համար։ Շատ լավ։ Ամեն դեպս գոնե կարող եմ մարզային այցերից ասել, որ գյուղացիները բավականին լավ են վերաբերվում այս ծրագրին։ Իհարկե մենք պետք է մտածենք հետագայում ծրագրերը գյուղատնտեսության ոլորտին իհարկե կանդրադառնանք մեր ռազմավարությունների հետ, բայց ռազմավարությունների հետ եւ մեջ, բայց այս ծրագիրը համեն դեպս վատը չի, որովհետեւ որակյալ սերմից անելու կուլտուրա է նաեւ ձևավորում։ Համեց Շնորհակալություն, հենց դրա մասին եմ ուզում խոսել, պարոն վարչապետ, մենք կենտրոնանում ենք ինտենսիվ գյուղատնտեսության վրա, սա չեմ կարող ասել, որ ամբողջությամբ ինտենսիվ է, բայց կիսաինտենսիվ է եւ տրանսֆորմացիոն ինչ որ այո, միայն այն հանգամանքը, որ ինքը արդեն սերմը լավորակ է, արդեն ավանդականից տարբերվելու է եւ առաջիկայում մենք դες կներկայացնենք Միացյալ Նահանգների գյուղ դեպարտամենտի կատարած հետազոտությունը, արդեն պատրաստ է տվել են մեզ, որը ծորենի արտադրության արժեշղթայում ինտենսիվացման մասին է, այսինքն ինչպես ոռոգել, ինչ սերմեր, երբ ցանել, ինչպես բուժել եւ այլն, այստեղ մենք բավականին բացեր ունենք եւ ակնկալվում է, որ էականորեն կարող ենք մեր ինքնաբավությունը անգամ ներկա ցանքի մակարդակում բարձրացնել, եթե այդպես մշակենք։ Շատ լավ։ Կան այլ դիտարկումներ հարգելի գործընկեր։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, թերևս լավ առիթ է հիշել եւ հիշեցնել մեր կազմակերպությունների, որոնք գործում են գյուղատնտեսության ոլորտում, որ ազգային ժողովի անցյալ նստաշրջանում կարևոր օրենսդրական փոփոխություն կատարվեց այն մասին, որ եւ գյուղատնտեսության եւ տնտեսության մնացյալ ոլորտներում կառավարության աջակցությամբ իրականացվող ֆինանսական ծրագրերի շրջանակներում տրամադրվող գումարները որևէ հարկային հետևանք չառաջացնեն ստացողի մոտ։ Մինչ այդ գործող կարգավորումն այնպիսին էր, որ կլինեին դեպքեր, երբ տրամադրված աջակցության գումարից որոշակի մաս հարկի տեսքով պետք է վերադարձվեր պետությանը,
եւ մենք այս գործընթացը վերաձևել ենք այնպես, որպեսզի հատկացված գումարը ամբողջությամբ ծառայի իր նպատակին եւ որևէ հարկային հետևանք չառաջացնի եւ հաշվի առնելով, որ հատկապես գյուղատնտեսության ոլորտում կառավարությունը այս քաղաքականությունը ակտիվորեն իրացրել է դեռևս 2021 թվականից սկսած, մենք նաեւ ազգային ժողովին խնդրել ենք հետադարձությամբ ընդունել այս օրենսդրական փոփոխությունը, որպեսզի հատկացված գումարներն ամբողջ ծավալով ծառայեն իրենց նպատակին։ Թեև ծրագրի նկարագրությունը առավելապես այն մասներ, որ շահառուները տնային տնտեսություններն են, բայց մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնց շահառուները կազմակերպված ձեռնարկատերերն են, կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր։ Այս ծրագիրը վերաբերում է նաև իրավաբանական անձանց։ Այսինքն գյուղատնտեսական ՍՊ-ը, որը գյուղատնտեսություն ցանկ արեց, Սահմանափակում չկա, բոլորը կարող են եւ այս դեպքում այդ գումարից փաստորեն հարկային որևէ, բայց դա ենթադրում եմ չի վերաբերվում սերմի ներմուծողներին եւ վաճառողներին։ Պարոն վարչապետ, մենք նկարագրությունը ընդհանուր ենք ձևակերպել, ընդ որում չսահմանափակվելով գյուղատնտեսության ոլորտով, եւ նկարագրությունն այն մասին է, որ կառավարության ֆինանսական աջակցության բոլոր ծրագրերի շրջանակներում տրամադրված գումարները, եթե կլինի օրինակ մի ծրագիր, որի շահառուն կլինի ներմուծողը, հիմնականում արտադրողներն են մեր շահառուները իրական հատվածում գործող, ապա կարգավորումը այսպես կոչված ունիվերսալ է բոլոր հնարավոր դեպքերի համար։ Այդ շատ կարևոր դիտարկում էր, պարոն Պողոսյան, բայց ես կարծում եմ, որ ստեղ էլ մենք լուսաբանման խնդիր ունենք, որպեսզի մարդիկ իմանան, չնայած դե հիմա հարկային բաները, process-ները ինքնաշխատ են շատ դեպքերում աշխատում, թե չէ։ Այսինքն հարկեր վճարելու process-ում են իմանում, բայց լավ կլինի, որ նախապես էլ իմանան, որովհետև էական դա որոշումների կայացման վրա էլ կազդի, պարոն Պապայան, որ իրավաբանական անձինք իմանան, որ արդյունքում ստացած փոխհատուցման գումարները հարկ չեն գեներացնելու, օրինակ դա կարող է իրենց որոշման վրա էական ազդեցություն ունենա։ Պարոն Պողոսյան, կխնդրեմ, որ պարոն Պապայան համատեղ ինչ որ ձևով ավելի ակտիվ կոմունիկացնեք, թե ինչի մասին է խոսքը, որովհետև տվյալ դեպքում խոսքը ոչ միայն գյուղատնտեսության ոլորտի եւ այս ծրագրի, այլև ընդհանուր առմամբ աջակցության ծրագրերի մասին է։ Համեցեք, պարոն Հակոբ։ Վարչապետ, մենք իրականում անցած տարվանից մի հատ տենց պրակտիկա ենք սկսել, որ բոլոր փոփոխությունները հատկապես հարկային օրենսգրքի շատ թիրախային ձևով ծանուցում ենք, այսինքն ես էլ կարող ենք գյուղատնտեսության ոլորտի սուբյեկտներին իրենց համապատասխան անձնական էջերում շատ մանրամասն, նույնիսկ ավելի ենք զարգացել, օրինակներ են գրում, որ իրենց համար ավելի պարզ լինի պրակտիկայում ինչպես կիրառեն այդ կարգավորումները։ Այո, բայց քանի որ կարգավորումը միայն գյուղատնտեսության մասին չի, կխնդրեմ, որ Ֆիննախի եւ էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ համատեղ գտնենք ձևը ակտիվ կոմունիկացիան, այսինքն իրազեկվածության մակարդակը ապահովելու։ Կան այլ դիտարկումներ, հարգելի գործընկերներ, չկան, ըստ այդմ դրվում է քվեարկության հարց, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար